Ես նախ եւ առաջ ասեմ ինչու են գալիս։ Ես սխալ եմ գտնում լռելը։ Եթե լռում ես, դու համաձայն ես։ Անկամ եթե դու այդպես հույս չունես, որ դա կազդի, առնվազն քո ազգային ու անձնական արժանապատվության իհարգանս այդպիսի բաների պետք է դա անպայման արձագանքենք։ Հակառակը ես զարմանում եմ, որ արդեն մի 3-4 օր է Լուիս Գարսիա Մորենո Կամպոն պես ասա տպագրել է տարածել է այդ լուրը եւ Հայաստանում ես չեմ տեսել որ որևէ մեկ փորձագիտական ինչ-որ քննարկում լինի կամ որևէ արձագանք իշխանություն կամ եթե չկա, ապա հարցում իշխանությանը որ ինչու չկա, որովհետև լրատվականները կեցես, իրենք այդ հարցերը հնչեցրել են, բայց բոլոր դեպքերում հասցեական որևէ այդպիսի դիմում ոչ ընդդիմադիր պարլամենտական դիմադիրից են եղել ոչ էլ կազմակերպված հասարակության կազմակերպված խմբերից։ Ես սա շատ կարևորում եմ։ Երկրորդը մենք ինչ ենք ակնկալում։ Մենք նախ եւ առաջ ցույց ենք տալիս, որ մեզ չդնեն 4-րդ Չ կլասի ժողովուրդ։ Ուրեմն ինչ եմ ուզում ընդգծեմ։ Այդ ինչ է Օկամպոն կարողացել է պարզի իսկ ՄԱԿ-ը, որը կներեք մեզ Միջև անգամ մեր մասին կարող է դոսիե ունենա, նա չգիտեր ում է նշանակում այդ հանձնաժողովի նախագահ, էլ չգիտենք դեռ ով է անդամները։ Այսինքն մենք պետք է հստակեցնենք, որ Հայաստանում կան այնպիսի քաղաքացիներ եւ այնպիսի ուժեր, մասնավորապես միասին շարժումը, որ դատապարտում է նախ եւ առաջ ՄԱԿ-ին։ Ես կյանքում չեմ հավատա, որ ՄԱԿ-ը չգիտեր ում է նշանակում։ Խիստ հակառակը ինքը ընտրել է հենց այնպիսինին, որը կախվածություն ունենա Ադրբեջանի իշխանություններից եւ ամոթ ՄԱԿ-ին 1000 ամոթ։ Մենք դիմում ենք իրենց, որ շատ կոնկրետ պահանջով նախ եւ առաջ չեղյալ համարեն այդ որոշումը, այդ ավելի շուտ այդ եզրակացությունը եւ նոր խումբ նշանակել եւ այս անգամ պետք է ՄԱԿ-ը հասկանա, որ մենք շատ աչալուրջ ենք լինելու, թե ում են նշանակում այդ խմբի մեջ, որովհետեւ դա ոչ միայն զուտ է դեպքն է, ՄԱԿ-ը կներեք պետք է կյանքով մեկ ամաչի նրա համար, որ այդպիսի եզրակացություն պես տարածել է, որովհետեւ այդ եզրակացությունը անգամ եթե այդ կինը կապված լինի, ապա բացարձակապես հակասում է թե իրականությանը եւ թե միջազգային իրավունքին։ Կարող ենք արձանագրել, որ այս իրավիճակը ստեղծվել է, որովհետև Ադրբեջանը գուցե ֆինանսական միջամտություն է ունեցել ՄԱԿ-ի գործունեության։ Դա ես չեմ բացառում, հակառակը, ես կարծում եմ, որ պարտադիր դա տեղի է ունենում եւ ոչ միայն ուղակի, այսպես ասած, գրպանը գումար գցեն, այլ շատ ուրիշ ճանապարհներ կան, որոնք իդեպ դժվար որսալի է։ Դա առաջինը, երկրորդը, ես ոչ այնքան զարմանում եմ կամ կռահում եմ, թե ինչ է արել Ադրբեջանը, իմ ամբողջ վրդովմունքը Հայաստանի Հանրապետության կառավարության հանդեպ է եւ ոչ միայն այն համար, դա որ չեն արձագանքել։ Ես ունեմ հիմնավոր կասկած, որ այս ամենի մասին լավ տեղյակ էին կառավարության պատկան անձիկ կամ մարմինները եւ ելի եմ ասում, ես երբևէ չեմ փնտրելու մեղավորներին դրսում։ Մեղավորները մեր մեջ են ու դա նշանակում է մենք ունենք այդ ուժը, որ կարողանանք հաղթահարենք բոլոր դժվարությունները։